Ըստ աստվածաշնչյան պատմության ջհեղեղը գլոբալ էր եւ ոչնչացրեց երկրի ողջ կյանքը բացառությամբ Նոյի, նրա ընտանիքի եւ տապանի մեջ փրկված կենդանիների։ Սակայն գիտական տեսանկյունից այս առասպելը բախվում է մի շարք լուրջ խնդիրների, որոնք այն դարձնում են անհավանական եւ նույնիսկ անհնար։ Նախ եթե ջհեղեղն իրականում ծածկեր ամբողջ երկիրը, ջրի մակարդակը կբարձրանար մի քանի կիլոմետր, հեղեղելով անգամ ամենաբարձր լեռները, ինչպես արդեն քննարկել ենք։ Այնուամենայնիվ, մեր մոլորակի օվկիանոսների կամ ծովերի մակարդակի նման գլոբալ փոփոխություններ երբեք չեն եղել։ Երկրաբանական ուսումնասիրությունները եւ նստվածքային ապարների վերլուծությունը ցույց են տալիս, որ նման իրադարձությունները պատմական եւ երկրաբանական ժամանակներում հաստատում չունեն։ Օվկիանոսի մակարդակի բարձրացման կամ հսկա ջհեղեղների մասին բոլոր վկայությունները ցույց են տալիս տեղական իրադարձություններ, ինչպիսիք են գետերի կամ լճերի վարարումները, բայց ոչ համաշխարհային ջհեղեղի մասին։